Ուղղակի ուզեմ հետևյալը ասել ամեն մեկից, որ մենք այստեղ ենք հեղինակ ամենակալ Աստված։ Չգիտեմ ինչ վիճակով ես եկել ես տկար, եկել ես մեղքերով, ոգիներով, բայց ուզում եմ հիշեցնել հետևյալը, որ քեզ այստեղ կանչող ամենակալ Աստված։ Սուրբ գրքի մեջ կարդում եմ մեկ համար Հերթացիների 20-րդ գլուխ 26 համարն իշտված է։ Եվ դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետև ես եւ Աստծուն եմ, ձեզ որոշեցի ազգեցը, որ իմը լինեք։ Այսօր մենք ամենական Տիրոջն ենք, ունենք թերություններ, խնդիրներ։ Այսօր մեր նպատակը եղել է սա, որ այստեղ հավաքվենք եւ այդ թերությունների խնդիրների մասին խոսենք, որ կարողանանք մեր կյանքի մեջ հանդիպել։ Ուրեմն պիտի կարծեմ մեկ համար եւ ուզեմ եղբայրների միտքը կարծես տանեմ։ Հովանու ավետարան 8-րդ գլուխ գրված է 29-ից մինչև 32-րդ համար։ Ինչ ասում ամենական Տիրոջ խոսքը։ Եվ ինձ ուղարկող ինձ հետ է։ Ինձ մնաք չի թողին հայրը, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներում եմ։ Երբ նա այս բաները խոսում էր, շատերը հավատացին նրան, եւ Հիսուս իրեն հավատացող հրեաներին ասաց. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատեք ձեզ։ Ուղղակի վերջից եմ ուզում խոսել, դուրս չան, բանը չան։ Ուղղակի կուզեմ, որպեսզի սրա մասին լուրջ մտածեմ։ Գրված է, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Մենք այսօր ամեն մեկս գիտենք, որ ճշմարտությունը ամենակալ Աստված։ Բայց երբ որ նայում ես աշխարհի մեջ կա երկու ճշմարտություն, մարդկային եւ աստվածային։ Այսօր ինչ է մարդկային ճշմարտության ու նպատակը կամ նշանակությունը։ Ուրիշ չեն, բանը չեն։ Այսօր խոսքն ասում է, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Եղբայրը հիշատակեց, որ այսօր մենք ասում, քեզ ճանաչում ենք որպես ամենակարող Աստված, քեզ ճանաչում ենք որպես դատավոր, քեզ որպես հայր, բայց ասում ամբողջական պիտի ճանաչես։ Հիշեք կային, որ եղբորը սպանեց, եւ գրված է, որ ինքը հոր երեսից փախչեց։ Ոչ թե Աստված իրեն փախցրեց, այլ ինքը փախավ հոր երեսից, որն էր պատճառը։ Որովհետև Կայինը ինչ էր ճանաչում ամենական Տիրոջը։ Կարդամ այդ օրերը, ծննդոց 4 գլխի մեջ գրված է 14 համար. Ահա ինձ այսօր երկի երեսից արդարացրեցիր, եւ ես քո երեսից պիտի թափ կենամ, երկյուղը աստանտական ու խափարական պիտի լինի, կլինի, որ ամեն ինչ գտող ինձ կսպանի։ Մի հարց հետևյալն է. ինչ էր տեսնում Կայինը ամենական Տիրոջը։ Մտածում էր ողակալ մեկը, որ իրեն պիտի գտնեն կամ հրանք պիտի տա, որ իրեն գտնեն և սպանեն, բայց ինչ տեղի ունեցավ։ Ամենակալ Աստված Կայինին նշան տվեց, որ որևէ մեկ անձնություն Կայինին չսպանի։ Ուրիշ չան, եղբայրներ չան, ուղղակի ուզում եմ սրա մասին լուրջ մտածմունք ունենալ։ Աստծո խոսքի մեջ գրված է, ճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Սա դոգմա է, սա հիմք է, սա օրենք է։ Ամենակալ Աստված ասում է, ազատագրման համար պետք է ընդամենը մեկ բան ճանաչել ճշմարտությունը։ Բայց այսօր երբ դու նայում ենք մեզ ամենակալ Աստված ինչու համար պետք է ինչից պիտի ազատի։ Հիշում եք, Հոբը 5:10 համարում ինչ էր ասում։ Նա 6 ներությունից քեզ կազատի։ Եստերին երբ որ մենք նայում ենք Մուտքեն ինչ ասեց, որ Աստված քեզ այս պատի ալիքի համարը որպես թակույտ է։ Եթե չմտնես թագավորի մոտ, Աստված մեկ ուրիշ տեղից Իսրայելին ազատություն կտա։ Սաղմոսների մեջ 18 սաղմոսի մեջ 43-ում գրված է հետևյալը, Դավիթն ինչ էր ասում. դու ինձ ժողովրդի հակառակությունից ազատեցիր։ Իսկ Եսայի մարգարեության 61-ի մեջ գրված է, որ Հիսուս եկել է գերիներին ազատություն տալ։ Ուրիշ չան, եղբայրներ չան։ Բայց ամենական Տիրոջ նպատակը ամենամեծ ազատությունը սրանք չէ։ Ինքները ձեր կյանքի մեջ կարող եք հիշել, թե Աստված ինչքան բաներից է ձեզ ազատել։
Եղբայրը ասաց, որ իրեն վրա մեծ հոգված էր, Աստված ազատեց։ Այսօր մեր կյանքի մեջ շատ ազատագրումներ են, բայց հարցս հետևյալ է։ Նորից այդ պրոբլեմները եղել են մեր կյանքում, թե չէ։ Ինքը ամենակարող Աստված ուզում է մեզ ազատել ամենակարևորներից։ Այսօր մարդ Աստված հարաբերության մեջ խանգարողը մեր մարդկային եսն։ Աստված իր որդին ուղարկել է, որ մեզանից ազատի։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք Հռոմեացիս 7:24 համարի մեջ ամենակարող Աստված ինչ է հիշատակում։ Ինչ խղճալի մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահի մարմնից։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, բազում անգամ Աստված մեզ ողորմություն արել է։ Բայց այսօր ասում ամենաառաջին նպատակը մեկն է, որ ես եւ դու ճանաչենք Տիրոջը եւ կարողանանք ազատվել մեզանից։ Եթե ասում չեմ ճանաչում որպես հայր, չեմ ճանաչում որպես փրկիչ, չեմ ճանաչում միևնույն ժամանակահատված նախանձախնդիր Աստված, որի փառքը մեկ ուրիշին չի տա, ես երբեք այդ ազատությունը չեմ ստանում։ Այսօր ամենամեծ ցավը հետևյալն է, որ մենք ասել խոսքից ընտրում ենք այն, ինչ որ մեր սրտին հաճելի է։ Ես բազում անգամ այս միտքը ասում եմ, ուշադրություն դարձեք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, հետաքրքիր է, Պողոս առաքյալը Գաղատացիս 5:22 համարի մեջ ինչ ասում, բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկարամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժշտալություն։ Ուշադրություն դարձեք, չի գրված հոգու պտուղները։ Իմի հարցս հետևյալն է, եթե այս հոգու պտուղի պտղից մենք խաղաղությունը դուրս անենք, ինքը կլինի հոգու պտուղ, թե չէ։ Եթե լիմոնի միջից ամենաշատ վիտամինը, C վիտամինը դուրս անենք, ինքը ինչ, լիմոն կլինի նորից։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք ամբողջական պիտի նայենք։ Եթե այսօր մենք նայում ենք մեր վիճակին, պրոբլեմներով, խնդիրներով լիքն է, բայց ամենակարող Աստված ուզում է, որպեսզի դու նայես իրեն խոսքին եւ հավատաս, որ քո հայրը պատրաստ է քեզ ընդունելու։ Ոչ թե կայնպես մտածես, թե ինքը դատավոր է, ինքը դաժան է քո անտեր, բայց այսօր նայում ես շատ հարաբերություններ կան, ասում ընդունում են միայն մեկ կողմից, Աստված սերը, այո սերը։ Եվ այսօր ինչ են խորը մտածում, կան հարաբերությունները ինչ են ասում։ Եթե Աստված սերը, հնարավոր է մարդուն 80 տարվա սխալ կյանքի համար դատապարտի հավիտենական կյանքով։ Սիրելիս Աստված մարդուն երբեք չի դատապարտում, մարդն ընդունում է դատապարտությունը։ Հիշում եք, Հովհաննես ավետարանի մեջ գրված է, լույսն եկավ աշխարհ, մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը։ Գավթամ հետ տորը 18 համար, Հովհաննես ավետարան 3 գրուպ 18 համար։ Նրան հավատացողը չի դատապարտվել, իսկ հավատացող արդեն դատապարտված է, որտեղ չհավատաց ասում միացել որդու անունը։ Սիրելի քույրս եղբայրս, ուղղակի կուզեմ, որպես այսօր մենք այդ ազատությունը ունենք։ Ազատություն բառը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընդունում։ Այսօր մարդիկ ինչ են ասում։ Ուրեմն հարամանություններից մեկի կարկառուն տեմպերից մեկ ինչ են ասում։ Մենք քարոզում ենք մարդկանց ասելով եկեք մեռած եկեղեցիներից կենթանի եկեղեցիներ։ Ի նկատի ունենք իրենց։ Մենք օրենքի տակ չենք, մենք շնորհքի տակ ենք։ Ինչ էին օգտագործում շնորհքը ինչու համար։ Իրենց ազատության եւ իրենց ցանկությունների համար։ Ամենակարող Աստված չի եկել քեզ մարմնավոր ազատություն տալու, եկել է հոգեվոր ազատություն տալու։ Եկել է որպեսզի քեզ քո հին բնությունից ազատի։ Ուշադրություն դարձեք, Եբրայեցիս 11-րդ գլխի մեջ ամենակարող Տիրոջ խոսքի մեջ գրված է մի հատ հետաքրքիր համար։ Գրված է, որ այս կանայք ազատությունը չընդունեցին, ավելի լավ համարեցին չարչարվել, որ այդ ազատությունը չընդունեն, ինչու համար, որպեսզի լավագույն հարությանը հասնեն։ Տարիքով եղբայրները քույրերը քիշեն։ Սովետական միությունը ամենազոր պետությունն է, գիտեք։ Սովետական միության դպրոց ամենալավագույն դպրոցն է։ Եվ այդ պետության հնարավոր չէր քանդել։ Ռեյգան ընդամենը մեկ բան առաջարկեց եւ պայման դրեց, եթե ազատություն տան, իրանց հանդիպումը կկայանա։ Ազատություն երբ որ տրվավ,
Գիտեցող եւ չգիտեցողները տարբեր ուղղություններով այդ ազատություն ընդունեցին եւ սրա հետևանքով փլուզվեց սոցիալական միությունը։ Այսօր հակառակորդը քեզ տալիս է ազատություն, մարմնի ազատություն։ Ամենակալ Աստված ամեն մեկից փաստում ասում է հետեւյալը, որ մեր մեջ ամենամեծ խնդրեմը մարմնի ազատությունն է։ Պողոս Արաքյալն ինչ էր ասում. Ինչ խղճալի մարդ եմ ես, ով կազատի ինձ այս մահի մարմնից։ Այսօր ինչի համար դու չես կարող հաղթել, որն է պատճառը։ Ուղղակի ես ուզում եմ, որպեսզի դու կարողանաս ունենալ հաղթություն, քեզ անկարող քո առաջինը եսն է, քո մարմնավորությունը։ Ամենակալ Աստված մեր կյանքի մեջ բազում անգամ ողորմություն է արել, ազատություն է տվել, հարցերի լուծում է տվել։ Մենք խնդիր չունենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ես միտք ուզում եմ, որպեսզի մենք կարողանանք տեսնել։ Այսօր շատ եղբայրներ կամ քույրեր իրենց կյանքի մեջ ունեցել են խնդրեմ։ Եղբայրներ կա, որոնք որ խմել են, ծխել են կամ չգիտեմ, ինչ են օգտագործել, այսօր ազատ են իրենք։ Երբ որ այդ ամեն ինչի մասին խոսում ես իրենց մոտ, իրենք խնդրեմ չունեն։ Ուշադրություն դարձեք, մեր խնդրեմը մեր եսից է։ Ամենակալ Աստված շատ անգամ մեզ խոնարհեցրել է, շատ անգամ մեզ իրոք դասիրակել է, շատ անգամ ծեծել է, որպեսզի այս վիճակից մենք դուրս գանք։ Հարց եմ տալիս։ Տարիներ հետո կարծես թե դու այդ վիճակից ազատվել ես։ Երբ որ մեկը քո անձին ցավեցնում է, քո մեջ ինչ է կատարվում։ Խոսում եմ Աստծուն սիրող անձնավորությունների մեկի մասին։ Մարդ, որը 30 միշտ խոսել ամենակապ երջը։ Մարդ, որը պատասխան արել է Աստծուց, խոսքը Մովսեսի մասին է։ Ուշադրություն դարձեք, ես ուղղակի ուզում եմ Մովսեսին օրինակ բերել։ Մովսես Աստծո մարդ է։ Թվոց 14-րդ գլխի մեջ գրված է, որ իսրայելցիները հավաքվան, եկան Մովսեսի եւ Արոնի վրա եւ ինչ ասեցին։ Ինչու համար մեզ Հովան բերեց այս երկիրը։ Իրանք մեղադրում էին ամենակալ Տիրոջը։ Գրված է 10-ին համար Մովսեսի աղոթքը այդ վերաբերմունքի վրա։ Աղաչում եմ ների այ ժողովրդին քո մեծ ողորմության համեմատ, ինչպես որ ներեցիր այ ժողովրդին Եգիպտոսից մինչև այստեղ։ Կարծում եմ ընդամենը 2 գլուխ հետո գրված է, որ Կորխ, Ապիրոն տատան եկան Մովսեսի Արոնի վրա եւ ինչ ասացին։ Երրորդ համար ժողովեցան Մովսեսի Արոնի վրա եւ ասացին նրան. «Էլ բավական է ցես, որովհետեւ դու մերություն, որովհետեւ բոլոր ժողովն ամենքն սուրբ են։ Եհովան նրանց մեջն է։ Ինչու է ցես բարձրացնում Եհովայի ժողովի վրա»։ Եվ Մովսեսը լսեց իր երեսին վայր տալ։ 15 համար եւ Մովսեսը շատ բարգացավ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Մովսեսին ինչը բարգացրեց։ Որն է բարգության բուն հիմքը։ Երբ որ մենք կարդում ենք Հռոմեացիս 6-րդ գլուխ 6 համարի մեջ գրված է կամ առաջի համարից, արդեն չասենք, մնանք մեղքի մեջ, որ շնորհքի շատանա, քաղվիցի մենք, որ մեռանք մեղքին, էլ ինչպես կապրենք նրան։ Հարցս հետևյալն է, Մովսեսը ինչի հետևանքով բարգացավ։ Եվ ուշադրություն դարձեք Մովսեսի աղոթքը փոխվեց։ Կարդում եմ Թվոց 16:30 համար։ Բայց եթե Եհովան մի հրաշք անի, երկիր իր բերանը բանը, նրանց եւ նրանց բոլոր ունեցածը կուլ տա, նրանց ոչ որ դժոխք միջեցնել։ Հետաքրքիր է, ինչ տեղ ունեցավ։ Որն է պատճառը։ Երբ որ մենք համեմատում ենք այս երկու վիճակները, առաջի դրվագում ժողովուրդը Մովսեսին չէին մեղադրում, Մովսեսի եսին անձին չէին տվել, այլ մեղադրում էին ամենակալ Տիրոջը։ Բայց երկրորդ դրվագում մեղավոր այստեղ Մովսեսին էին տեսնում։ Եվ իրենք մեղադրում էին Մովսեսին եւ Ահարոնին։ Անձին մեղադրելու հետևանքով գրված է Մովսեսը բարգացավ։ Եվ այդ հետևանքով է որ գրված է Մովսեսի աղոթքը, եթե ոչ դժոխք նշան։ Այսօր եղբայրներ քույրեր, ամենակալ Աստված իր որդին ուղարկել է լավ մեկ բանի համար, որ մեզ ազատե մեր եսից, մեր մարմնավորությունից։ Եթե ոչ, մենք երբեք Աստծո հետ հարաբերություն չենք ունենա։ Բայց երբ որ կարդում ենք վերևի համար, ուշադրություն դարձեք, կարդում ենք 29 համարից հետևյալ տողերը։ Հովհաննես ավետարան 8-րդ գլուխ 29 համար։ Ես ինչ պիտի անեմ։ Սուրբ գրքի մեջ գրված է.
եւ ինձ ուղարկող ինձ հետ։ Առաջին նախապայմանը, որ դու Աստծո հետ լինես։ Իսկ ով կարող է լինել ամենակալ Տիրոջը։ Ուղղակի պիտի ասեմ, թե ով կարող չէ ամենակալ Տիրոջ հետ լինել։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Հեսուի գիրքն եմ անդրադառնում։ Հիշում եք, երբ որ Հեսուն պիտի փոխարիներ Մովսեսին, ժողովուրդը ինչ պատվիրեցին Հեսուին։ Հեսուի գիրք առաջի գլուխ 16-17 համարներ։ Եվ Հեսուին պատասխանեցին եւ ասացին. ամեն ինչ որ պատվիրեցիք կանենք, եւ ուր որ մեզ ուղարկես գնանք, ինչպես որ Մովսեսին ենք ուզում, այնպես էլ քեզ կլսենք։ Մենք եք որ դեր ասվածը քեզ հետ լինի, ինչպես Մովսեսի հետ։ Հիմա ես ինչ պիտի անեմ, որ ամենակալ Աստված ինձ հետ լինի։ Առաջնային խնդիրը սա է։ Հիսուս ասում էր. ինձ ուղարկողը ինձի հետ է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, նորից անդրադառնում եմ Հեսուի գրքին, 7-րդ գլուխ 12-րդ համարի վերջն 11-րդ։ Եվ այլևս ես ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզովք եք ինչից է տնաչին չան։ Նզովքի տակ այսօր շատ անձնավորություններ որը մտածում են ինչ-որ մեծ մեղք էր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ամենաառաջին նզովքը մարմնավորություն, որը ներժում է Քրիստոսը։ Եղբայրը շատակեց այդ համար, որ Հեսուն ասում է, դուք չեք կարող Աստծուն պաշտել։ Եթե քո մեջ մարդ բնություն է, եւ քեզ համար առաջնայինը մարդ բնություն է, քո եսն է, հարց են տալիս Աստծուն պաշտես։ Երբ ոչ։ Այսօր ամենամեծ խնդիրը հետևյալն է, երբ որ մենք մնում ենք Սուրբ Գրքի մեջ, քուրեր ջան, եղբայրներ ջան, պրոբլեմը այստեղից է։ Մեր մեջ կա մարմնավորություն, եւ սա կանգառում է, որ մեր մեջ աստվածային բնություն չէ, աստվածային կյանք։ Ուղղակի չեմ ուզում երկարացնել, շարունակության մեջ գրված է, ինձ ուղարկող ինձ հետ է, ինչու համար, ինձ մենակ չի թողնում Հայրը, որն է պատճառը։ Այսօր երբ որ մենք նայում ենք մեր կյանքի մեջ, Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 20 համարի մեջ գրված է. Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջ։ Այդպես է թե չէ։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 20 համարի վերջն ասում։ Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված երբեք մարդուն մենակ չի թողնում։ Աստված իր խոսքերում կանգնած է։ Երբ որ մենք կարդում ենք Սաղմոսների մեջ գրված է, Աստված իր խոսքը իր անունից վեր է տասում։ Իսկ Երեմիա մարգարեության մեջ գրված է հետևյալ. ես պիտի եսկեմ, որպեսզի իմ խոսքս կատարվի։ Հիմա ամենակալ Աստված ասում է, մինչև աշխարհի վերջ ես ձեզ հետ եմ։ Հիմա հարցը հետևյալն է, բաժանությունը որտեղից է տեղի ունեցել։ Ինչու ամենակալ Աստված մեզ հետ չէ։ Որն է պատճառը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված երբեք մարդուն չի թողում, մարդն է թողում ամենակալ Տիրոջը։ Եթե սոր դու Աստծո հետ լինես, Աստված երբեք քեզ չի թողում։ Եթե սոր Աստծո հետ պատվիրանները պայես, եթե այսօր քո բուն նպատակը լինի մեկը Քրիստոս հետ ապրելը, Աստված երբեք քեզ չի թողում։ Այսօր մեզ համար կա ավելի կարևորագույն։ Հիշում եք 10 կույսերի առակը, 5 իմաստուն են, 5-ը ոչ։ Որն է այդ ոչ իմաստունների, այսինքն հիմար կույսերի պրոբլեմը։ Իրենց համար առաջնային Աստված չէր, առաջնայինը յուղը չէր։ Երբ որ մոտեցան իմաստուններին ասեցին մեր յուղը պակասել է, տվեք, ինչ ասեցին, գնացեք ծախողներից արեք։ Ուրեմն հնարավորություն կար յուղը ունենալ կամ առնել, ինչի համար չէին արել, ավելի կարևորագույն գործեր կար։ Աստված չէր առաջին իմաստուն։ Ուղղակի խնդրանքս հետևյալն է, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Աստված երբեք մեզ չի թողնում։ Ինքը ամեն ժամանակահատված պատրաստ է ձեռքի երկարացնող մեզ ողորմություն անելու։ Հիշում եք Երեմիայի մարգարեության մեջ մի հատ համարը խոսում ամենակալ Աստված պրոբլեմային վիճակի մեջ։ Նայեք ինչ է ասում Տիրոջ խոսքը։ Երեմիա 3-րդ գլուխ առաջի համարի վերջնամասից է։ Թեև շատ հոմաներն չնացավ, ելի դեպի ինձ ստացի, ասում է։ Եթե այսօր դու ամենասխալ քայլին ես մինչև անգամ եղել, եթե դարձի գաս, Աստված պատրաստ է քեզ ընդունելու։ Ինչու համար չես գալիս, որն է պատճառը։ Անառակ որդին հարց են տալիս, եթե չճանաչեր որ բնությունը, հետ կգար թե չէ։
Մարմնավոր վիճակով եթե վերլուծենք այս դրվագը, ինքը հոր ունեցվածքը վատները ուրիշ կյանքով ապրելով։ Բայց ինքը ինչ ասեց, գնամ իմ հոր մոտ։ Եվ հետաքրքիր է որն էր, երբ որ եկավ որդին, ծառաները չէ որ դիմավորեցին, այլ դիմավորեց հայրը։ Որտեղ հոր աչքը մեր ամեն մեկի վրայով է։ Ինքը անհամբեր սպասում է, երբ պիտի դառնա իրեն որդին դեպի իրեն։ Թող Տերը օգնական լինի մեզ ամեն մեկից եւ ողորմություն անա։ Եվ շարունակության մեջ գրված է. Եթե իմ խոսքի մեջ ունակ, իմ աշակերտները կլինեն։ Դրանից հետո է գրված. ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Իսկ ո՞րն է աշակերտության գինը։ Ինչպիսին պիտի լինի աշակերտը։ Եսայի մարգարության 50-րդ գլխի մեջ երբ որ մենք կարդում ենք, նա ինչ ասում Եսայի մարգարեն ինձ երկես 4-րդ համար։ Տեր Յովան ինձ ուսումնաբար լեզու է տվել, որ գիտնան վաստակացին օգնել խոսքով։ Նա զարթեցնում է ամեն առավոտ զարթեցում է իմ ականջը, որ լսեմ աշակերտին պես։ Շատ, այսինքն բոլորդ աշակերտ եք, եղել այսօր շատերը ուսանողներ են։ Ինչքան ժամանակահատված է դրամատրում աշակերտը դպրոցին։ 4 կամ 5 ժամ դպրոցում, 2-3 ժամ տան, այդպես է թե չէ։ Հիմի հարց, մենք ինչքան ենք դրամատրում, հոգևոր կյանքի մեջ։ Ինչի համար ես չեմ կարող դիմակայել, ինչի համար ես պարտվում եմ։ Ես երկար ժամանակահատված խոսել եմ, ու նաև խոսում եմ երկրորդ մնացորդած 29-րդ գլխի մեջ գրված հետևյալ տողերը, որտեղ որ ամենակատիրոջ խոսքը հետևյալն է ասում, ուշադրություն դարձեք, ինչ է գրված 9-րդ համար, սրա համար մեր հայրերը սրով ընկան, մեր հայրերը սրով ընկան, մեր տղերքը, մեր աղջիկները, մեր կանայք գերության մեջ են։ Բայց ամենակալ Աստված եկել է գերությունից ազատելու։ Չի եկել, որ մենք նորից գերություն գնանք։ Իսկ գերության պատճառը որն ինչ համար եմ ես գերի բռնվում։ Ամենակալ Աստված ցույց է տալիս տեղը, ցույց է տալիս խնդրումը։ Սրա համար մեր հայրերը սրով ընկան։ Որն է սրա համար։ 7-րդ համար ուշադրություն դարձեք գրված է։ Եղբայրը խոսեց սրտի վրայով, սրայի դռները կոծեցին։ Հայտնության 3-րդ գլուխ երբ որ մենք կարդում ենք, 20 համար մեջ գրված է, այս կանգնած եմ ձեր սրտի դռը առաջին եւ թակում եմ։ Եթե Քրիստոս քո սրտի մեջ է, ոչ թե քո սրտի դռը առաջին, կթակի։ Կամ երբ որ մենք կարդում ենք երկոցի մեջ, ուշադրություն դարձեք խոսքը Սողոմոնի մասին է։ Ինչ է գրված։ Ես 5-րդ գլուխ 2-րդ համարից։ Ես խմում եմ, բայց սիրտս ակում եմ, սիրականից ձայնը, դուրը թակում եմ։ Եթե դուրը բաց լիներ, կթակեր թե չէ։ Ուշադրություն դարձեք հետևանք ինչ եղավ։ Գրված է. վեր կացա, որ բանամ սիրականից համար ձեռքի զմուց կատեց, մատներից եկուց զմուց, փակակների բռնատերի վրա։ Ես բացեցի սիրականից համար, բայց իմ սիրականը դարձի անցել էր։ Սիրտս գնացել էր խոսելիս, որոնեցի նրան, բայց չգտա, կանչեցի, բայց չպատասխանեց։ Եղբայրներ քույրեր, ուղղակի կուզեմ, որպեսզի լույս մտածենք։ Այսօր կա սխալ հոգեբանություն, ինչ են մտածում շատերը։ Դեռ ժամանակ կա, Աստված ինձ սպասում է։ Աստված ամեն ժամանակահատված ձեռը կերկարի։ Տարիներ առաջ մի հատ քույրիկ ունեն։ Իրեն աղջիկները երկուսը բժիշկ են։ Մեծ աղջիկան ամեն անգամ երբ որ խոսում են, ասում էր դրիշեպա, մենք կգանք, մի բան արա։ Ժամանակը կգան։ Ասում եմ մամաս քանի տարեկանից է աշխարհ։ Հաջորդ տարի հիվանդությունից մահացա, չասնեց։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Սողոմոնը բացեց սիրեկանի համար, բայց սիրեկանը գնացել էր։ Ուղղակի խնդրանք սա, այսօր ժամանակը քո սիրտը բացել է։ Եվ շարունակության մեջ ինչ էր ասում։ Սրայի դռները կոծեցին, ճրագները հանգցրեցին։ Ճրագ ասել։ Սրբարանում ողջակեց չմատուցեցին։ Եղբայր հիշեցրեց։ Այսօր ամենամեծ շահավաճառ անձնավորությունը Պողոս Արաքյանն էր։ Ինչու համար, որն է պատճառը։ Ինչ էր ասում։ Ինչ բան որ ինձ օգուտ էր, վնաս սեպեցի Քրիստոսին շահելու։ Այսինքն, եթե դու Քրիստոսին շահես, ինչ ես շահելու։ Այսօր երիտասարդը չի ուզում զոհել, այն ամենը, որն ասու աչքին այդքան է հաճելի չէ։ Այսօր երբ որ մենք խոսում ենք ազատության մասին, աշխարհը այդ ազատությունը տվել է։ Եվ կամաց մտնում է եկեղեցի։
Մեր ժամանակում եղբայրները կարող են սա փաստել։ Երբ որ մեկը գնում էր աշխատանքի ընդունվելու եւ ձերքին հանկած դաշված կար, բինտով փաթաթում էր, որ հանկած տեսնեին, որսի չընդունեն։ Մտածում են սա խորիկանի մեկը։ Բայց այսօր մենք այս աղջիկները վրա տարբեր տեսակի դաշված։ Իմի հարց հետևյալն է, աշխարհ այս ազատությունը բերել։ Իսկ Քրիստոս ազատությունը սա չէ։ Քրիստոսի ազատությունը, որ քո մարդկային բնությունից ազատի, որ Աստծո հետ կարողանաս ազատ ապրել։ Այսօր մարդիկ ախորում մտածում են, ինչ անեն, որպեսզի Աստված ինչ դատապարտի, ինչ հանդիմանի, ինչ պաշտի։ Եղբայրս քույրս դու ազատ չես։ Մի հատ հարց եմ տալիս։ Դու մտածում ես, շնչես կամ արտաշնչես։ Իհարկե ոչ, դու ազատ ես։ Քո մեջ այդ բնությունը կա, դու թթվածնի կարիք ունես եւ ազատ եղող շնչում ես։ Դու մտածում ես, երբ որ հացը կերար, թե կա քեզդ աշխատի, ենթաստամոքսային գյուտը, որպես այն քայքայ, չես սիրելիս։ Աստծուն հավատացող եւ հայր ընդունողը ինքը ազատ է որ։ Եվ ինքը մտածում է լրիվ ուրիշ կերպով։ Հայր ինչ որ ասել է, սա ճշմարտություն։ Եվ օգուտ է ինը։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկից։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, աշակերտության կին։ Այսօր շատերը Աստծո խոսքեր կարճում։ Շատերը ներքին սիրում։ Ձեր պարտությունը ստեղծ։ Բայց իշի հետևյալը։ Ինչ վիճակում է վերելքերս, Աստված քեզ սիրում, դու եք բաշխած։ Որտեղ Աստված քեզ համար իր որդին է սիրում։ Քեզ համար այլն է։ Ուղղակի խնդրանք է առանց եւս մեկ անգամ մեղանջելու։ Ով է ամեն օր սուրբի կարդի, թող ձեր պասած, ամեն օր։ Սամվել եղբայր, 5% կա։ Ով ունի ներքին սենյակ, որ ներքին սենյակում աղոթում է, ձեր պասած։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ինչը ձեր, մենք պարտված ենք։ Երրորդ թագավորաց 18-րդ գրքում մեջ հիշեք Եղիայի եւ Բաղի մարգարեները աղոթի, հիշեք։ Բաղի մարգարեները աղոթեցին, պատասխան չկար։ Ուշադրություն դարձեք Եղիայի աղոթին։ 18-րդ գլուխ կարդում եմ հետևյալ 30 համարից։ Այն ժամանակ Եղիան ասաց. բոլոր ժողովուրդ ինձ մոտ եկեք։ Եվ բոլոր ժողովուրդը եկան ինձ։ Մի հարց եմ տալիս։ Եթե բոլոր չկային, Աստված Եղիայի աղոթին պատասխան կար թե չէ։ Շարունակության մեջ գրված է. Եղիան 31 համար վեր արավ 12 քարեր Հակոբի որդկանց թևի չափով եւ Մոշկոս կերաման թե Իսրայել լինի բանը։ Եվ այդ քարերից մեկ սեղան շինեց Տիրոջ անուն։ Հիմի հարց եմ տալիս, եթե 10 քարերից սեղան շինել, Աստված աղոթին պատասխան կար։ Այսօր երբ որ մենք կարդում ենք 7-րդ գլուխ, ընդամենը մեկ անձնարարության պատճառով Իսրայելը պարտություն կրեց։ Երբ որ Հեսուն ընկավ Տիրոջ առաջին 10-րդ համարը, Տերն ասաց, վեր կաց, ինչու համար ես երեսի բայլիկ է։ Իսրայելը մեր գործեց։ Իսրայելը մեր գործեց է ընդամենը մեկ ման։ Ակար։ Այսօր ես կարող եմ լինել ակար եկեղեցու համար։ Որի հետևանքով եկեղեցի նշություն չկա։ Ուղղակի խնդրանք է։ Աստված մեկի միջոցով կարող է օշնություն բերել եւ մեկի միջոցով կարող է թույլ տալ, որպեսզի եկեղեցին պարտություն ունենա։ Խնդրանքս հետևյալն է, քույրս եղբայրս։ Իշի հետևյալը, որ Աստված քեզ իր որդին է տվել, որ դու մնաս որ մեղքի կյանքից ազատ ապրես, որ մեղքը քո վրա իշխանություն չունենա։ Բայց այսօր գնում ես իշխանության տակ ես։ Հիմա որն է դա Աստծուն ծառայելն է, թե մեղքի։ Ուզես դաժան մեկին մոտ է գնաս ծառայես, թե արտար մեկի մոտ։ Որն է կոնտրություն։ Աստված մարդուն ռոբոտ չի ստեղծել, Աստված մարդուն տվել ազատկամ, դու ես որոշողը, դու ազատ ես ընտրության մեջ։ Հիշում եք, երկրորդ օրինաց 30-ի 10-ին համարի մեջ գրված է, այսօր երկիր վկան կանչում, կյանք և մահ, օրհնություն և անեց, ձեր առաջ է տվել։ Ընտրողը դու ես։ Եվ այսօր հարց հետևյալն եղբայրն ասեց, Հիսուսին, որպես ինչ ես ընտրել, քո հոգսերին պատասխան տվող, մենք ասում ոսկե ցերկրիկ ինչ որ խնդրես, հա։
թե ընդունելս որպես Տեր։ Թող Տեր օգնական են մեզ անում եկես։ Գուրը ջան, եղբայր ջան, դու թարգ Տիրոջ համար, ես այսպես եմ մտածում։ Եթե Աստված իր որդին զոհել է ինձ համար, ուրեմն ես ինչքան թանկ եմ իր համար։ Որից է մեկ ծնող, բոլոր ծնողները ինձ հետ համացան։ Իր որդին չի զոհել Քրիստոսի համար։ Չգիտեմ, պրաստ է ծնող, որ պատրաստ է իր որդին զոհել հանուն Հիսուս Քրիստոս։ Դժվար է, գիտեք։ Հիշեք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, դատավորական շրջան էր, դատավորներ շրջան էր։ Գրված էր մեկ դատավորի մասին, որ եղել էր պատերազմի, եւ այդ ընթացքում ինքը պարտություն է գնում։ Եվ ուշադրություն դարձեք